Ստոր շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մի տեսակ ուրախություն մեզ հյուրերի հետ մեր հանդիպումը եւ հարցազրույցների կիզակետում եղավ կրթական ու գիտական թեմաներ եւ կարևոր նախաձեռնություններ, ինչ կներկայացնենք մեր հյուրերին, ովքեր արդեն իսկ տաղավարում են։ Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 30-ին Մայրաքաղաքի Ազատության հրապարակում եւ Հայաստանի տարբեր մարզերի 300 դպրոցներում ու մանկապարտեզներում կմեկնարկի Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների հանրահռչակմանը նվիրված գիտության շաբաթ Հայաստան 2025-ը։ Եվ այսպես, սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրերն են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը, բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար, մեզ հետ առավոտը սկսելու համար, իսկապես շատ կարևոր թեմայի մասին պիտի զրուցենք։ Եվ պատկերացնելով, որ օրը մոտենում է, որքան է ձեր լավ իմաստով լարվածությունը նախապատրաստական ժամանակը կարծես ժամանակը քչանում է, այո։ Եվ այսպես նախագիծի մեկնարկը տրվեց նախորդ տարի, հաջողված էր նախագիծը, ավելի քան 25000 մարդ մասնակցեց, ինչ է սպասվում այս տարի։ Շատ շնորհակալ եմ այս հրավերի եւ այս հարցի մասին խոսելու հնարավորության համար, որովհետեւ մենք գիտության հանրահռչակումը շատ կարեւորում ենք որպես կրթության ու գիտության այսպես առանցքային բաղադրիչ։ Այս տարի նախատեսվում է 6-օրյա միջոցառումներ իրականացնել, ֆորմատը որոշ չափով նման է նախորդ տարվան իհարկե։ Միջոցառումները մեկնարկելու են սեպտեմբերի 30-ին, ամեն օր ժամը 15:00-ից մինչև 21:00 Ազատության հրապարակում, սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, եւ նախատեսվում է, որ ունենալու ենք երկու տիպի միջոցառումներ, այսպես կոչված կենտրոնացված եւ ապակենտրոնացված։ Ազատության հրապարակում կենտրոնացված միջոցառումներն են լինելու եւ 3 թեմատիկ ուղղություններ ենք ունենալու երկուական օրով։ Առաջին օրվա այսպես ընդհանրական անվանումն է զարգացնել գիտությամբ եւ այսօրվա շրջանակներում տարբեր ինստիտուտներ, տարբեր կազմակերպություններ ներկայացնելու են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի գիտական համակարգում այսօր։ Երկրորդ թեման լինելու է հոկտեմբերի 2-ին եւ 3-ին մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ եւ այստեղ ավելի պրակտիկ գործնական երիտասարդ գիտնականների հետ հանդիպումներ են նախատեսվում, որի ընթացքում տարբեր շահառու խմբերը, որովհետեւ մենք հույս ունենք, որ երեխաներ, մեծահասակներ, գիտնականներ ներկա կլինեն, կարող են ծանոթանալ Հայաստանում այս պահին տեղի ունեցող գիտական նախագծերին եւ փոքրերի համար նաև մասնագիտական կողմնորոշում ունենալ եւ ներողություն մի պահ դադար առնենք եւ քանի դեռ այս թեմայի մեջ ենք, հետաքրքիր է, երբ ասում ենք գիտական աշխարհ ու գիտություն, հասկանում ենք ծավալը, մասշտաբը, տարբեր իմաստներով, ճյուղավորումներով տարբեր մասնագիտացվածությունները, հետաքրքիր է որոշակի տեղեկություններ ունենք, որ ոլորտն է, որ մի փոքր ավելի բաց է մեզ մոտ եւ դուք այս տարի հատկապես կենտրոնացել եք այդ ոլորտի բացը լրացնելու համար եւ հատկապես այդ ոլորտի մեջ ուսանողներին, աշակերտներին եւ դպրոցներին հենց այդ ամենը ներկայացնելու շնորհիվ փորձենք դա դարձնել ավելի պետքական եւ մարդկանց ավելի հասանելի։ Իրականում բոլոր ոլորտներն են ընդգրկված լինելու, բայց երևի թե ճիշտ կլինի ասել, որ շեշտադրումը ճարտարագիտության ուղղության վրա է լինելու, բայց իր բոլոր այսպես իմաստներով ու բոլոր հնարավորություններով։ Շատ լավ, շարունակեք։ Երրորդ թեման այսպես շատ ավելի գիտաֆանտաստիկ ուղղվածությամբ է լինելու, այն կոչվում է ընդլայնելով երևակայությունը եւ այս շրջանակներում արդեն փորձ է արվելու այսպես ապագային միտված հնարավոր գաղափարները, ստեղծագործական ինչ-որ նորարարական նախագծեր, որ իրականացվում են, այստեղ այսպես անակնկալները շատ են սպասվում այս ուղղությամբ է լինելու, երրորդը ավելի այսպես գիտաֆանտաստիկ ուղղությամբ եւ ստեղծարար մտածողության ուղղությամբ։ Սրանք ապակենտրոնացված միջոցառումներն են եւ
այդ ժամանակահատվածում են ընդգրկելու, իսկ ուսումնական հաստատություններում, այսինքն մանկապարտեզներում, դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ավելի երկար է ժամանակը, ունենք ապակենտրոնացված միջոցառումներ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 20-ը եւ ամեն տարիքային խմբի համար համապատասխան այսպես նախագծերի հետազոտությունների փաթեթներ են մշակված եւ մանկապարտեզի երեխաները, տարրական դպրոցի երեխաները, հիմնական դպրոցի, ավագ դպրոցի իրենք տարբեր այդ նկարագրված հետազոտությունները կամ նախագծերը պետք է իրականացնեն եւ մինչեւ հոկտեմբերի 20-ը ներկայացնեն, որովհետեւ նաեւ հաղթող է լինելու, որը մրցանակ է ստանալու։ Ահա, շատ լավ։ Երբ խոսում ենք թե առհասարակ ինչ է կատարվում այսօր գիտության ոլորտում, պարոն Բոբոխյան, ինչ է կատարվում այսօր մեր գիտության ոլորտում, ինչ ձեռքբերումներ կան եւ ինչ ենք ներկայացնելու այս միջոցառման ընթացքում այցելուներին։ Շնորհակալություն նախարարի համար, ես մի քանի խոսքով անդրադառնամ այս իրադարձությանը, ապա անցնեմ ձեր բուն հարցին, չափազանց կարևոր նախաձեռնություն է, գիտուժ նախաձեռնության կողմից իրականացվող արդեն 2 տարի է, որը նաև զարգացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից, քաղաքապետարանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից, այս նախաձեռնության հիմնական նպատակը գիտության հանրահռչակումն է։ Տեսեք, Հայաստանը ավանդաբար եղել է գիտության կարևոր կենտրոն, արդեն 100 տարուց ավել, եթե չգնանք ավելի վաղ շրջաններ, եւ եղել են ժամանակներ, երբ գիտության նշանակությունը ընկել է հայտնի պատճառներով։ Ավելի քիչ է ֆինանսավորվել գիտությունը, ավելի մեծ խնդիրներ են եղել, այսօր մեծ հնարավորություններ են ստեղծվել գիտությանը ավելի մեծ տեղ հատկացնելու, մենք գիտենք, որ գիտության զարգացման համար այսօր բավականին մեծ միջոցներ են տրամադրում, որը հնարավորություն է տալիս զարգացնելու գիտությունը։ Իսկ գիտությունը ինչու է պետք զարգացնել։ Ընդհանրապես գիտությունը վերածում է սպառող հասարակությունը ոչ սպառողի, արտադրողի։ Գիտության միջոցով մենք դառնում ենք արտադրող հասարակություն։ Տեսեք, անընդհատ մենք խոսում ենք տնտեսության զարգացման մասին, եթե չլինի գիտություն, երբեք տնտեսություն չի զարգանա, մենք կլինենք սպառող, անընդհատ սպառող։ Եվ կունենանք որոշակի մակարդակ եւ դրա աճ երկար տարիներ գուցե չգրանցվի։ Մենք գիտեք կունենանք լավ գիտնականներ, որոնք իրենց արտադրանքը կարտահանեն դուրս, բայց չեն նպաստի երկրի զարգացմանը։ Իսկ երբ երկիրը ներդրումներ է կատարում, երկիրը զարգացնում է գիտությունը, պետությունը մեծ նշանակություն է տալիս գիտությանը, այդ դեպքում գիտությունը դառնում է սեփական երկիրը զարգացնելու հիմնական միջոցը։ Եվ այս իմաստով հիմնականում, ինչպես արդեն ասվեց, շեշտը դրվում է տեխնոլոգիական, բնական գիտությունների վրա, որովհետև այդ գիտությունները մեծ հնարավորություն ունեն զարգացում ապահովելու համար, բայց պիտի ասեմ, որ նաև որոշակի նշանակություն է տրվում նաև հումանիտար եւ սոցիալական գիտություններին, ես անձամբ գալիս եմ այդ բնագավառից եւ պիտի ասեմ, որ ինչպես նախարարության, այնպես էլ գիտուժ նախաձեռնության հետ մենք ակտիվ համագործակցում ենք վերջին տարիների ընթացքում եւ բավականին մեծ տեղ է հատկացվում մասնավորապես հնագիտության, ազգագրության, պատմության եւ այլ հումանիտար գիտությունների զարգացմանը, տվյալ պարագայում նրանց հանրահռչակմանը։ Իսկ այս նախաձեռնության ամենակարևոր առանձնահատկությունը այն է, որ այն մանկապարտեզից է սկսում, հետո գնում է դպրոց եւ այսպես զարգացում է ցույց տալիս, իսկ ինչու է պետք մանկապարտեզից սկսել, որովհետեւ պետք է գիտությունը դարձնել մեր հասարակության զարգացման հարացույց, որը որ առաջ կտանի, դա պետք է մանկապարտեզից սկսել։ Եվ մեր գիտությունը այսօր էլ բավականին մեծ նվաճումներ ունի, բայց այս քաղաքականությունը վարելով այն էլ ավելի մեծ նվաճումներ կունենա ապագայում։ Իսկ որոնք են այդ նվաճումները, մեկ-երկուսը գուցե կարող ենք թվել, այն ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին ոլորտում եղել են։ Ես կարող եմ խոսել կոնկրետ մեր բնագավառից, ներկայացնում եմ հնագիտությունը, ազգագրությունը, մասնավորապես մեր ինստիտուտը վերջին տարիների ընթացքում բավականին մեծ քանակությամբ միջազգային պրոյեկտներ է իրականացնում, ավելի քան 30 երկրի հետ։ Այստեղ մենք ունենք բազմաթիվ հայ եւ արտասահմանյան արշավախմբեր, մասնավորապես հնագիտության բնագավառում,
փորձի փոխանակությունը տեղի ունենում, ուսանողների փոխանակությունը տեղի ունենում, ուսանողները գնում, դրսում սովորում, գալիս են, այստեղ շարունակում են զարգացնել եւ այսօր ես կարող եմ ասել, որ նյութական մշակույթի եւ հոգեվոր մշակույթի հանրահռչակման տեսանկյունից ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ երկրից դուրս բավականին մեծ հաջողություններ ունենք, մասնավորապես հենց հիմա պեղումներ են տեղի ունենում հայ-գերմանական, հայ-չինական, հայ-ճապոնական եւ այդ ամբողջ ներուժը, այսպես ասած, ներկայացվում է ինչպես մեր հանրությանը, այնպես էլ Հայաստան անունը պատտվում է երկրի սահմաններից դուրս։ Երկու հարց թերևս մեկտեղ ենք ու լսենք սպառիչ պատասխան, այ հետաքրքիր է, այստեղ մենք ունենք տվյալ, որ մարզերի 300 դպրոցներում եւ մանկապարտեզներում նույնպես այս նախաձեռնությունը մեկնարկելու է եւ նրանք ունենալու են իրենց անմիջական մասնակցությունը։ Հետաքրքիր է նրանց ակտիվությունը ինչպես է գնահատում, որովհետեւ ի ուրախություն մեծ տարիներ շարունակ արդեն մեր մարզային դպրոցները կրթական համակարգ, ասեմ ավելի սահմանամերձ գյուղերից նաև մենք ունենք ֆանտաստիկ ու շատ խելացի երեխաներ, աշակերտներ, ուսանողներ, ովքեր արդեն իսկ քաղաքամայր Երևանում լուրջ հաջողությունների են հասել ու բավական կրթական առումով բարձր մակարդակ ունեն։ Այ ինչպես է փոխհարաբերությունը ստեղծվում քաղաքամայր Երևանի եւ մարզական դպրոցների միջև եւ ինչ հաջողություններ, ինչպիսի ակտիվություն են նրանք ցուցաբերում, արդյոք լիարժեք ընկալել են այն ամեն ինչ դուք նախաձեռնել եք եւ հավուր պատշաճի բոլորը ներկայանում են ու մասնակցում են այս կարևոր իրադարձությանը, խնդրեմ։ Երևի որպես այսպես կարևոր նախաբան ասեմ, որ մենք վաղուց մեր դպրոցներում հատկապես կրթության որակի եւ նախաձեռնությունների ու միջոցառումների տեսանկյունից որևէ տարբերակում չենք դնում եւ մեր նպատակը կրթական որակյալ ծառայությունների հասանելիությունը ամենուրեք ապահովելն է ու կարծում եմ դպրոցաշինության ծրագրերը եւ այն բազմաթիվ ծրագրերը, որ հիմա իրականացնում ենք, դրա լավագույն ապացույցն են, որպեսզի պարզ լինի 300 դպրոցը մեր թիրախային ցուցանիշն է, իրականում մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր դպրոցները ստացել են շրջաբերական եւ մինչեւ սեպտեմբերի 29-ը ունեն ժամանակ պարզապես հայտագրվելու եւ ցանկություն հայտնելու, որ իրենք կմասնակցեն եւ դրանից հետո իրենք իհարկե կունենան ժամանակ հետազոտությունը անելու, նկարահանելու եւ այդ հայտը ներկայացնելու նաեւ մասնակցության, բայց 300-ը մեր թիրախային ցուցանիշն է, քանի որ անցած տարի 200-ն ենք ունեցել, կարծում ենք, որ մեր դպրոցները ավելի ակտիվ մասնակցություն են ունենալու եւ հավասարապես այսպես բոլոր մարզերին, բոլոր դպրոցներին տեղեկատվություն ուղարկվել է եւ հանուն արդարության պետք է նշեմ, որ բոլոր մարզերում արդեն բնագիտական եւ տեխնոլոգիական ճարտարագիտական լաբորատորիաները ստացել են, հագեցվել են ամբողջությամբ, դեռ Երևանն է, որ 2026 թվականին է նախատեսում, այսինքն այս իմաստով նույնիսկ մարզերը մի քիչ ավելի շահեկան վիճակում են տարբեր փորձեր անելու համար, ավելի լավ ենթակառուցվածք ունեն։ Այո, մեզ թերևս մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ այս սպասվող կարևոր իրադարձության շրջանակներում, մեր հեռուստադիտողներին էլ հիշեցնենք, որ գիտության շաբաթը մեկնարկում է սեպտեմբերի 30-ին, թե դուք սիրելի քաղաքացիներ Երևան քաղաքում, թե մեր բոլոր հայրենակիցները մարզերում, այլ քաղաքներում իհարկե հնարավորություն ունեք մասնակցելու այս միջոցառմանը եւ անմասն չմնալու, ձեզ էլ եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում տաղավարում հյուրընկալվելու համար։ Օրվա դրական շարունակություն, մենք այս պահին կվայելենք երաժշտական ռիթմեր, կլինենք հետո եթերում եւ կշարունակենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։